Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հռչակվել է Մայրենի լեզվի միջազգային օր։ Այն Հայաստանում նշվում է 2005 թվականից։ Օրվա առթիվ Դավիթ Ղուլունցը տեղ համայնքի բոլոր դպրոցների հայոց լեզվի ուսուցիչներին եւ դասվարներին հրավիրել էր համայնքապետարան մասնակցելու տոնին նվիրված ցերեկույթին։ Մեր ուսուցիչներն են ամեն մի բառ ու տառ փոխանցում մեր սերունդներին, մեր լեզուն, մեր մայրենի լեզուն, մեր անցյալն ու ապագան է։ Ես շատ ուրախ ենք, որ մեր մայրենի լեզու մենք պիտի այսօր մեծարենք, գովաբանենք, քանի որ դա է հենց կերտել մեր լեզուն մեր ազգի մեջ։ Մեսրոփատար եւ հնամյա մեր մայրենի, ժերի ծերպեր ու քարայրներ եւ ամրոցներ հնամենի։ Լեզվի պահապաններ խորագրով միջոցառմանը տեղի երիտասարդները ասմունքեցին մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ, եւս մեկ անգամ հիշեցնելով, որ հայերենը մեր պետականության, ինքնության հիմնասյունն է, մեզ միավորող զորավոր ուժը։ Պատմությունը ցույց է տվել, որ հենց մայրենին մեզ փրկեց եւ ցուլումից, եւ կործանումից, եւ հենց լեզուն էր, որ դարձավ այն պատճառը, որ մեր ազգը հասցրեց մինչեւ այսօր, մինչեւ 21-րդ դար ու հիմա էլի նույն խնդիրների առաջ ենք կանգնած եւ պետք է որ մաքուր պահենք մեր լեզուն, որպեսզի կարողանանք գոյատևել։ Ցերեկույթն անցավ ջերմ մթնոլորտում համախմբելով թե երիտասարդ, թե երկարամյա մանկավարժներին։ Նրանք համոզված են սերունդներին գրագետ խոսք ու մտածողություն փոխանցելը յուրաքանչյուրի առաքելությունն է, որը պետք է կատարել ամենայն պատասխանատվությամբ։ Օրը խորհրդանշական է, արժևորված է յուրաքանչյուրիս կողմից, արժևորել ենք մենք յուրաքանչյուր անհատս եւ չգիտեմ, այսպես մի քիչ հուզումնալից է, երբ որ շրջապատը փորձում է ել ավելի գնահատել քեզ ու ավելի քեզ առաջ տանել։ Շնորհակալություն ձեր պատասխանատու եւ արժանապատիվ ծառայության համար։ Ցերեկույթի վերջում համայնքի ղեկավարը շնորհակալագրեր, ծաղիկներ ու նվերներ հանձնեց մանկավարժներին, եւս մեկ անգամ արժևորելով նրանց ներդրումը սերունդների կրթության գործում։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։